սիրելիներս։ Բարև ձեզ։ Մեզ մոտ նոր օր է սկսվել եւ սկսում ենք նոր վլոգ։ Ու նոր վլոգը սկսում ենք իհարկե խանութ գնալով։ Այսօր մեզ մոտ գնումների օր է։ Գնում ենք խանութ։ Սկզբից գնում ենք Մերկադոնա, Lidl ենք գնալու։ Ահա, գնում ենք Մերկադոնա, Lidl, մի քանի գնումներ ունենք կարևոր կատարելու ու իհարկե դուք էլ մեզ հետ միասին եք գալիս, քանի որ մեր բաժանորդներից շատերը գրել են, որ շատ ենք սիրում ձեզ հետ խանութներով շրջել։ Դե մենք էլ մեր բաժանորդների կարծիքը հաշվի առնելով, հարգելով մեր բաժանորդներին, միասին գնում ենք խանութ ժողովուրդ ջան։ Հուսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք։ Պարկաստ։ Շատ լավ ենք, եղանակները մեզ մոտ չասեմ էլ վատա, անպամած երեք մնացել եմ հեղեղի տակ ժողովուրդ, այ դրա համար եմ ասում, չասեք բողոքում եմ, բայց ամբողջովին ջուր է եղել ընդամենը 5 րոպեում, բայց ամեն ինչ լավ է, ամեն ինչ շատ լավ է, կարելի է ասել, դե միասին գնանք գնումների, համարենք վլոգը բացված, միասին գնանք գնումների, տեսնենք ինչ ենք գնելու այսօր։ Ասեմ, որ իմ սկիսուր մայրիկը մեզանից գնում է արդեն, գնում է ետ Ավստրիա, դերեք աստեմ դա ձեզ։ Որովհետև մայրիկը ապրում է Ավստրիայում։ Ավստրիայում է ապրում։ Իմ փոքր եղբորս հետ, ընտանիքի հետ։ Հա, հիմնականում լինում է իհարկե Ավստրիայում եւ Հայաստանում եւ այստեղ, բայց հիմնականում ապրում է Ավստրիայում։ Մի խոսքով մենք արդեն գրեթե համարյա թե հասնում ենք խանութ, կհանդիպենք երևի խանութ։ Ողջան, մենք արդեն հասանք Մերկադոնա։ Այստեղ մի հատ պուտիֆարա վերցնենք, այստեղ համեմունքով։ Այսօր սա կպատրաստենք։ Այսօր բավականին շատ ժողովուրդ կա Մերկադոնայում։ Այս պուտիֆարայից վերցեցի, տունը մի հատ էլ ունենք։ Այսօր էսի կպատրաստենք, ձու գնանք վերցնենք։ Գրել էիք, որ գներներ ցույց տամ, բայց ինչքան է գինը, 430։ Ձվի գինը մեզ մոտ 12 հատը, ամենամեծ չափսը 430։ Շատ դեպքերում երկու դեղնության մեջ է։ Հա, այսօր հա։ Այստեղ կա ճիշտ է 3.50 էլ, 3 եվրո էլ, բայց սա 430 է։ Մի հատ էլ այս բանից վերցնենք, արդեն կտրտած պատրաստ։ Արի մուցարել էլ վերցնենք, որտեղ խամոն դուրսև խաչապուրի եմ պատրաստելու։ Մեզ մուցարելա էլ է պետք։ Խամոն դուրսը գնանք վերցնենք, են կոմի վրա է։ Adri, Jagure, Adri. Մեր վիճինան է, կարելի ասել։ Մի հատ էլ, Lidl-ից սալամի կվերցնենք, Lidl-ին ավելի լավն էր, հա։ Բայց այստեղի էսի վատը չի գնում։ Չմոռանանք Lidl-ից կարակել վերցնել։ Հա, Lidl-ի կարակը լավն է ավելի համեմատած։ Ինչ է, մենք էլ վերցնելու այստեղից հաց։ Ամենակարևորը չգիտեմ ինչի Մերկադոնայի հացն եմ ես մենք վերցնում միշտ հավանում եմ սա։ Երաժշտությունը էլի բարձր հնչում է Մերկադոնայում, բայց զարմանալի է, որ երաժշտությունը շատ բարձր է։ Ահա, այս էլ իմ ասացի վրա անջատեցին։ Ինչ ես վերցնում դու դրանով։ Պամիդոր, հա, մեկը վարունգ չգիտեմ ունենք թե չէ։ Վերցրու աղցանքը պատրաստենք, հեսա կանաչի էլ կվերցնեմ։ Չկար տուփով։ Լավ է, չկար տուփովը։ Տուփով 220 է, առանց տուփի 1.50։ Դու վերցրու առանց տուփի է։ Տոմատապերը։ No, այդ է, 51-58 ես թվում է։ Չէ, ուրեմն էսա, տանձի նման երևի։
Չգիտենք որն է, մի խոսքով։ Դրա մակրոն կիմանան։ Հետո կիմանա։ Աղցանի համար մեկ կանաչի վերցնեմ, միշտ վագոն տոմատնաջողում, լոլիկը, վարունգ, հա, ոսինչ հաստ կեղևով լիմոնը, բանան, այս ներքևինը ոնց որ շատ հասած չի, չէ լավ է, Մեկ էլ այսի կուզեմ վերցնեմ, մի քիչ հասած է։ հա, վերցրու, այս կողմն է կան, լավն է ոնց որ այս անգամ բանանները վատը չի մերկադոնայի, այս կողմն է կա, որ շատ է լինում արդեն ջոկում ես, սու շատ ժողովուրդ կա, չէ համեմատած, միշտ գալիս ենք այս ժամերին, քիչ է լինում, որ շաբաթվա մեջ անեն, չի որ երկշաբթիա կամ շաբաթա, Ձմերուկը կվերցնենք։ հա, ձմերուկը վերցնենք, ելակը վերցնենք, շոտ մեծ է, մի 10 քանի կիլոնոց է, հա, այստեղ կիսած էլ կա, քաղցեր է շատ, մերկադոնայի ձմերուկը վերցրել ենք, շատ քաղցեր էր, մի քիչ նայում, մի քիչ նորմալ է, մեզ մոտ ձմերուկը 1.85 կիլոն դարձ է, նկարած նեկտարին, իրոք նկարած, ոչ չգիտեմ համոքը լավը կլի թե չէ ծիրան, Առաջի ծիրանները։ չէ, մենք էլի ենք առը ծիրան մի անգամ, Մերկադոնային։ մերկադոնայից է առաջին ծիրանն է, ծիրան, ոչ ծիրանի համով, Այո։ Վերցնես նեկտարին։ չէ, չեմ ուզում, չէ, չուզեցի նեկտարին, այստեղ սենսոր էինք վերցրել, շատ համով էր, բայց չեմ հիշում որն էր, այս տուփովն էր, թե մյուսը, այս թվում է սա, այստեղ ելակ ենք վերցրել, ժողովուրդ, այս տուփովը իրոք տարբերվում է մյուսից, սա համով է շատ ավելի, քան այսը, իրոք տարբերվում է համերը, ելակ ենք վերցրել, ինչ է սեղ, հարանդանոս, բան, հապալաս, երևի, հապալաս վերցնենք, մեծը, չէ, ես հետերներինը մեծ էր, նոյ, Լավն է, վերցրել։ Հալ տեսեք տարբերությունը, բայց լավն է, հետևինը լավն էր, հայավարի, այստեղ հաց վերցրեցինք, էլ ինչ հաց վերցնենք, Մեզի ուտելու, չէ։ սև հաց ենք վերցրել, Հա, ասպա նման ասում եմ պուրի հացին, ոչ նման չի, չապատայ է, էլի, մածուն էլ վերցնենք, չգիտեմ ինչի սպասեմ ուզում պատրաստեմ ես 2 օրը մածունի կարիք կա և ես սև հացն շատ համով է, մերկադոնայինը համով է, չերեմ կովա չեմ անում, ինչ կա իրականությունն եմ ասում, բայց գինը թանկացել է էլի ոնց որ 2 եվրո է դառնում, հա 1 քանիս էինք առնում, 1.50 էր, 1.50 քանիս, այստեղ եկանք միակ բաժինը, որ մարդ չկա, ես կատնեմ որ երկի բաժինն է ժողովուրդ, կակային մածու դանոնը վերցրու, ասում են դանոնով, իզ մի օր մեր բաժանորդուհին գրել էր, որ դանոնով ավելի լավ է ստացվում, հա, տուն էլի ունեմ, մեկ էլ մի հատ էլ հունական յոգուրտ վերցրու, երեխեք, բայց թանկացել է գները։ հա, թանկացել է ժողովուրդ, մեզ մոտ էլ է թանկացումներ կա, կարաքը որոշեցինք Լիդլից չէ վերցնենք,
Ինչ լավ է, որ երաժշտությունը անջատում են։ Մի հատ յոգուրտ վերցնենք։ Էլ աղելի վերցրու։ Դե վերցրու։ Կխապակենք, ճարիք կանենք, որ ուզում ես։ Այսինքն հենց հատուկ դրա համար է կարտոֆիլը։ Կիլոն է սորիք է։ Հա, հետ կա, շատ է լավ։ Սոխը առել ենք, կարտոֆիլը գնեցինք։ Գնացինք երևի այստեղից։ Ժողովուրդյան դուրս եկանք Մերկադոնայից, հիմա գնում ենք Լիդլ։ Իրար մոտիկ են, հեռու չեն։ Մեքենայով 5 րոպեվա ճանապարհ է։ Գնանք Լիդլ, որոշ մի փոքր գնումներ էլ ունենք, Լիդլից էլ կատարենք ու գնանք տուն։ Պանիր պետք է առնենք, չէ՞։ Պանիր։ Եթե Լիդլում լինի այդ պանիրը, ֆետայի նման պանիրը շատ լավն է կարտենք, եթե չէ, ուրեմն ստիպված պետք է Ալդի մտնենք միայն պաների համար։ Եվ Ալդի գնում ենք մենակ պաների համար։ Խոսքով հիմա արդեն համարյա թե հասել ենք Լիդլ։ Գնանք Լիդլից էլ, այսօր ուզում եմ ժողովուրդ տրենդային դարձած լիստերով, նրբաբլիթների լիստերով գեղեցիկ վարդ տորտ կա, չէ՞, բոլորը պատրաստում են, քանի որ հյուրեր էլ ունենալու է, ուզում եմ պատրաստեմ։ Հիմա չգիտեմ, այս վիդեոյի մեջ դա կլինի, թե առանձին վիդեո կամ ուրիշ վիդեոյի մեջ չգիտեմ, բայց եթե շուտ գնացինք հասցրեցի արագ կպատրաստեմ։ Եվի կհասցնեմ։ Կպատրաստեմ, տեսնենք ինսևի տորթա լինում։ Առաջին անգամ եմ պատրաստում, լիստերով պետքա վարդ հավաքենք։ Բոլոր տեղը պատրաստում են, չէ, բոլորը տրենդային է դարձել, ինչ-որ մի բավոր պատրաստում են, արդեն տրենդ է ու բոլորը պատրաստում են, հիմա մենք էլ հետ չմնալու համար ժողովուրդ։ Խոսքով հասանք Լիդլ, տեսնենք Լիդլից էլ ինչ են գնում, ինչ կա չկա, միասին իհարկե։ Իջանք։ Գնացինք։ Ոստեղ բանանները լցրել են, բայց կանաչ։ Այդ ինչ է, պամիդոր։ Գնացինք։ Մենք արդեն բանան գնել ենք։ Նեկտարին, օյեսը համով լինում։ Տեսնես համովը, մեր փորձ ենք լավ։ Տեղցեինք առե համով չէր, անհամ։ Ճիշտ է, Լիդլից չէինք առե, բայց շատ անհամ էր։ Հիմա այս մի տեսակի տեղցը ընդհանրապես համով է շատ լինում։ Մակական մի հատ տոպրակի համար չգիտեմ ուր է հասա, չկա տոպրակ էստեղ էր։ Իսկապես կոնե կա կակոն տեղցին ժողովուրդ դեղ չի տալիս, ոչ նեկտարինին, ոչ էլ ուտումը, որովհետև ալերգիա ունենք։ Լացինք, կերաս։ Լավն է։ Մի տեսակի կերասը այստեղ լինում, այս կերասը մենակ, բայց շատ լավն է։ Կիլոն ուր է 10 եվրո։ Ինչքան է։ 750 գրամ, 6 եվրո։ Հավեն ուր է գալիս, էլի թող մնա հետո կառնենք։ Հա, առնենք։ Գնացինք։ Նաս տեղի սեխը։ Փորձենք։ Ստեղը ծմերով կա։ Այս չգիտեմ լավն է, թե չէ։ Վերևն է սալամին են։ Իրավ ստեղի։ Բարերից վերցնենք, կարակը չմոռանանք, արիկատնաշորել էլի վերցնենք, քանի եկել ենք այստեղ մեր ամենասիրելի կատնաշորներից։
Սա մսամթերքի բաժինը։ Просто այսպիսի գործիքները տղամարդկանց համար։ Այս խանութում շատ է լինում այս գործիքները։ Ոթասները։ Այս բան եմ ասում, բայց մեծը գակ լավը։ Այս էլ այրոգրիլի մեջ դնելու համար այս տվում է։ Դե ֆորմա է։ Չէ, այրոգրիլի մեջ է։ Մերը հենց էս է, բայց ես գերադասեմ թղթին։ Թղթը չէ, ես էլ։ Աստemaal այսպես տիպի տապակներ կա, ու ես չեմ ուզում, ես շատ ունեմ գնացի։ Ախականի շուտա։ Միայն լիստերը, հա, վատը չէ, ժողովուրդ պատկերացրեք այստեղինը։ Լավն էր, հա։ Բավականին հաջող էր, վատը չէր։ Այսօր կանելոնի պատրաստելու համար է։ Քայլա մի հատ վերցնել կանելոնի պատրաստել։ Ես տունը մի հատ էլ ունեմ ուրիշ տեսակից։ Մի հատ վերցնեմ։ Դի կանելոնի համար է, մի հատ էլ ուրիշ տեսակն ունեմ, իրար հետ պատրաստեմ մի օր։ Ու բանից չեն կարել կանելոնի։ Չգտամ, դա ոնց է։ Լիստերը կլինի ինձ թվում է, հեսա նայեմ, մի հատ լավ նայեմ։ Չկա, լազանյան փոխվել է կանելոնիով։ Չէ, իրոք չկա լիստերը ժողովուրդ։ Մեկ ինքան հետաքրքիր բաներ է լինում Մերկադոնայում։ Հա, այսը չեմ գտնում, պախլավա հաստատ լավը չլինի։ Ասում եք մշնից հետաքրքիր բաներ ես լիդելից գտնում։ Հա, չէ, չկա։ Նա ես բաների համար, չնայած ես ունեմ։ Ես ունեմ, գնացինք։ Անընդհատ ասում եմ ունեմ, բայց Պիցայի կլորն է կատես, ես օրինակ կլորը չունեմ, կլոր տախտակ, այս բջուր է, ես մեծն եմ ուզում։ Ինքան ինքը Կան է 5 եվրո, չեմ հավատում։ Մենք այստեղից առել ենք փայտից տախտակ, այնքան լավն է ժողովուրդ։ Այստեղ sense փոսեր է մսի համար։ Էսի հա, էսի լավ է շատ։ Այստեղից սա բանա պիցայի համար։ Այս երեսը դու չես կարող ասեմ, ինչ որ բան Ուրիշ դնես։ բան օգտագործես։ Հա, էլ պրակտիկորեն օգտագործես սրանում։ Շատ լավն է երևում գակո, քանի սա։ 5 եվրո։ Հարցը հավատանք 5 եվրո, եթե 5 եվրո է, հաստատ կառնեմ։ Հələ այն մեկը տեսնենք, տարբեր ոնց որ գույները, թե Գույնն է ինձ է տարբեր։ թվում։ Այն բաց է, ոնց որ ինի ավելի հաճելի է։ Մենակ հոտ չկա մի անգամ այրել էինք փայտ, հոտ էր գալիս ժողովուրդ։ Իսկ որ մեկին էլ հարցանես գինը, ասում գնա կասեից իմացի։ Հաստատ 1.79, չի մի րոպե գրած կլինի։ Հա, այս է, էլի, տեսա։ Կարող է այսի լինի 5 եվրո այդի։ Սրա վրա ինչ տնես։ Փոքր ինչ-որ բան։ Ապ Պաների տենիս համար է ինքը։ Տենիս խաղաս։ Չէ, տենիս խաղաս։ Պաների համար է, բայց չէ, չեմ ուզում սաս փոքրը, բայց եթե 5 եվրո լինի, նորից էլի արժե։ Որտեղ ոչ մի տեղից 5 եվրո չեն կառնի հաստատ։ Արդեն այս քո ցանկությամբ։ Արդեն տեսակ մտքա փոխված է, ասում է, այստեղից բան պետք չի, հիմա մտածում եմ ժողովուրդ։ Մտածում եմ ես ինչ կա։ Այս բաժակները չեմ ուզում։ Այս էլ է շատ հարմար բան, ջեռոցում դնելու համար։ Փոքրիկ ասենք ինչ-որ մի բան պատրաստելու համար շատ հարմար է ժողովուրդ։ Ոսը չեմ, հա, երևի այս երկու հատը 4.49 եմ։ Սա սպիտակն է, շատ հարմար է։ Սա էլ։ Փախա քանի շուտ է այստեղից։ Այդ ինչ է ստեղ նայում։
Մեր ծաղիկների համար մի հատ վերցնեմ, սրանից ջրիկը վերցնեմ։ Չգիտեմ դու ես մշակում դու գիտես, չգիտեմ։ Ես այդպես բաները չգիտեմ լավ։ Շուտ ներկծածվի ողի մեջ քանստենա։ Հա։ Էսի անջարեղենի համար է։ Ծաղիկ։ Ունիվերսալ է։ Հա, ունիվերսալ է։ Անգամ կարելի այս փուչերը վերցնել։ Մենք այդ դրանից ոնց որ մի հատ առել էինք։ Տարել եմ։ Հա, դարել ես։ Բերցնեց հացրով։ Հա։ Մեկ էլ հիմա մի հատ նայ։ 7 եվրո է։ Դե։ Հա, երևելի։ Հա, հեսա։ Ախպիա։ Քեզ պետք է լինելու։ Չէ, ես ուրիշը կառնեմ, լավը կառնեմ։ Վատը Ինչի համար է ուզում։ Հա, էդի բատը չի։ Մի հատ ուրեմն ինձ պետք է։ Մի հատ վերցրել։ Հա, դու մեքենայի համար։ Ուրեմն տան համար։ Ես մեքենայի համար եմ վերցրել։ Բարսա։ Հա, Հա, այս վերցնեք վատը չի լինում։ Հեսա։ Ժողովուրդյան Լիդելից էլ դուրս եկանք, տախտակը այդ կլորը վերցրեցի, իրոք 5 եվրո արժեր, իսկ թվում է, բայց այդ մեկը գակ 5 եվրո չէր, չկար գին ամենայն դեպս, կարող է 5 եվրո լիներ, բայց էսի ինձ թվեց ավելի հարմար է։ Պիցա կտրելու համար էր մի կողմը, մյուս կողմն էլ մսի համար, բայց պիցա կտրելու, ասենք, այդ տախտակի կողմի վրա միջից կարա, հարմար չի լինի, կես սոխը դնես կտրատես կամ կանաչի։ Հետո ամեն օր պիցա չենք սարքում, Ահա, հոզորից մեկ։ ճիշտ էլ անում ես, ես պիցա չեմ։ Հա, պիցա չի սարում։ Մի խոսքով հիմա գնում ենք տուն, տանը ցույց կտամ ըստ ավանդույթի, տանը ցույց կտամ ժողովուրդ ջան, ուզում եմ բոլորիցը մեկ անգամ եւս մեր շնորհակալությունը հայտնել ձեր բաժանորդագրվելու, քանի որ վերջի շրջանում մեծ թվով բաժանորդներ ավելացան, շատ թվով կարելի ասել, ինչի համար շնորհակալ եմ ձեր, Շնորհակալ եմ բոլորից։ շնորհակալ ենք ձեր գեղեցիկ խոսքերի, ձեր լայքերի համար, ամեն մի ձեր խոսքը, ամեն մի լայքը մեզ մոտիվացնում է, ավելի ոգևորում է, չգիտեմ, ամեն դեպքում շատ հաճելի է, ավելի ուզում ես նորանոր վլոգներ, ավելի հետաքրքիր վլոգներ նկարել։ Ինձ թվում է հիմա ջան հետաքրքիր կլինի բոլոր մեր հայրենակիցների համար, ով մեզ նայում է, որ թե մի ընտանիք օտար երկրում ինչպես է ապրում, աշխատում, ինչով ենք սնվում, ինչով ենք զբաղվում, մենք ցույց ենք տալի լոկ մեր առօրյան, մի փոքրիկ հատված մեր առօրյայից կարելի ասել։ Մի փոքրիկ հատված ու թե ոնց ենք ապրում։ Բազմաթիվ հարցեր էին կուտակվել, բազմաթիվ հարցեր, բնականաբար նոր բաժանորդներ ունենք, ելի եմ ասում, որի համար շատ ուրախ ենք, ու բնականաբար հարցեր են առաջանում։ Ասա էլի որ ես կողմից եմ։ Այդ բոլոր հարցերին ձեր ես կպատասխանեմ, մի փոքր վլոգ ենք որոշել նկարել մեր մասին շատ հակիրճ եւ ձեր հարցերի պատասխանները այդ վլոգով ես կպատասխանեմ անպայման։ Ձեր հարցերը չեն մնա։ Ես ընթացքում պատասխանում եմ, որովհետև չեմ սիրում, երբ որ բաժանորդը, երբ որ մարդը հարցրել է ու անպատասխան է մնում, այսինքն անտեսված։ Ես չեմ սիրում նման բան։ Կներես ընդհատելու համար մենք ունենք նկարած։ Բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները մենք տվել ենք։ Չէ, ուղղակի նոր բաժանորդներ են։ Ուզում եմ առանձին տեսանյութով, քանի որ առանձին չունենք նկարած, գաք, առանձին տեսանյութով պատասխանեմ բոլորիդ հարցերին, ձեզ հետաքրքրով ինչքանով որ հնարավոր է ու այդպիսի վլոգ անպայման մոտակա ժամանակները կլինի ժողովուրդ ջան։ Իսկ հիմա մենք գրեթե հասանք տուն, տանը հանդիպենք։ Ժողովուրդ ջան, տուն ենք վերադարձել ու անցել ենք մեր գործին։ Հարցոսկիսուր անցել ենք մեր գործին, դասավորելու գործին, ման բարևի։ Ասել էիք, գրել էին, որ այս անգամ դու լուրջ ես շատ։ Անցես վլոգին իհարկե։ Հիմա մենք ձեզ էլ ցույց տանք, թե ինչ են գնել։ Այստեղ այս Լիդելից է այս գնումները ոնց որ, հա, Լիդելից ենք անել։ Ծիծակ կտույր է սա։ Այստեղ ինչ են գնել, սալյամի Լիդելինը, լավն է, ֆատը չի Լիդելինը։ Կատնաշոր, մեր
ամեն անգամյա սա գնումների մեջ է մտնել, արդեն կատնաշոր են գնել, այս կոմի վրա դնեմ, որ տերնեմ տերաս, այս տափակ դեղցերը բավականին լավն է լինում, համով է լինում սեզոնին, հիմա չգիտեմ, պանիր, կապույտ պանիր, այստեղ կարակ, սա գակոն բույսերի համար է վերցրել, վիտամինա դեղա չգիտեմ, ապակի մակրող հեղուկ, կարակի մյուսը, այստեղ կանելոնի եմ որոշ է պատրաստեմ, կանելոնի համար մակարոններ, նայդումն էլ էլի, մարոժնի, պաղպաղակ, հեսա կդնենք սարցախեցիկ, սա անպայման, սեղ, սա ելակը վերցրել եմ, որպիսի ժելե պատրաստեմ, այդ տորթի համար որ ասել եմ, ուզում եմ մեջը ժելեն դնել, որ ավելի համեղ լինի։ Այստեղ այսպիսի կոնֆետներ վերցրեցինք իդլից, այս տախտակն եմ վերցրել, իս թվում է 5 եվրո ժողովուրդ շատ լավ է, ոչ մի բան հիմա չգիտեմ 5 եվրո, իրոք 4.99 ինչ էր։ Հարմարը հաստատ կուզենայի այս պոչը չլիներ, բայց բռնելու համար շատ լավ է։ Հաստատ օգտագործվող է պիտանի ապրանք է։ Այստեղ արդեն մերկադոնան ենք ոնց որ եկել։ Հա, մերկադոնան, դիդլի երևի այսքանն է։ Սա մորոցը աղցանի համար կանաչիներ, այստեղ ելակ, այս տեսակը այս տուփերովը շատ համով է ելակը ու տարբերվում է։ Ելակ մերկադոնայից, ծիրան, ոչ ծիրանի համով, եթե աչքերդ փակ ուտես չես իմանա ինչ ես ուտում։ Այստեղ ելակի մյուսը, հապալաս, այստեղ ձմերուկը որոշեցինք, որտեղ 10-15 կիլանոց ձմերուկներ էր, որոշեցինք այսպես կտրածը վերցնենք արդեն, բանան, ձուն, հատոնայից այս տեսակի երշիկ վերցրեցին, յոգուրտ, այստեղ հաց, սկիսուրիս համար այս հացը, սա էլ է սև հաշնայակ ու բավականին համով հաց է։ Նախոսկով հացերի բազմազանություն։ Այստեղ մածուն և հունական յոգուրտ, հա էլի ունենք դեր, ես գիտեմ վերջացրեցին։ Այստեղ վիչինա եմ վերցրել, մեր վիչինա է։ Պիցայիչը, ասեցի չէ, խաչապուրի եմ ուզում պատրաստեմ, մոթարել արդեն կերված պանիր, սա է մյուսն է, աղ վերցրեցինք, այստեղ ինչ ենք վերցրել պանիր, արդեն կտրած պատրաստ, ալյուր եմ վերցրել, չնայած իմ հիշելով ունեի, բայց համենայն դեպս վերցրեցի ալյուր, այստեղ լոլիկ և վարունգ, բուտիֆարամ, ենք վերցրել և տեսակ արդեն կարտոֆիլ հենց տապակելու համար։ Քանի որ քիչ ժամանակ ունեմ, ես արագ այս մուսն եմ պատրաստում, ժելեն եմ պատրաստում ելակին, ես օգտագործել եմ սառեցվածը, պետք է թողնեի գոնե հալի, նոր օգտագործեմ, բայց քիչ ժամանակ ունեմ, էլի եմ ասում, որոշեցի այսպես սառը միանգամից խփեցի բլենդերով ու ինչպես տիրամիսուի համար եմ պատրաստում, մեկ ճաշի գթալ եգիպտացորենի օսլա, 2 ճաշի գթալ շաքար կամ շաքարի փոշի, շաքարավազ։ Հիմա սա եփում եմ թույլ գրակի վրա։ Հենց արդեն ուզում է եռա, 1 րոպե դրանից հետո եփում եմ և վերցնում եմ գրակից, որ շատ չգնդանա։ Առանց սրա կարող եք պատրաստել, բայց ես որոշել եմ ավելի համեղ դարձնելու համար կրեմի հետ սա էլ օգտագործել, որ ավելի համեղ տեսեմ կհասցնեմ, որովհետև տանից դուրս եմ գալու։
ու քիչ ժամանակ ունեմ շատ պատրաստելու։ Քիչ ժամանակ եմ մնում լիստերը որ պատրաստեմ, արդեն սա ասեցի պատրաստ է, որ միջև լիստերի պատրաստելը սա կսառի արդեն։ Հիմա սա պատրաստեմ մի կողմ դնեմ ու դրանից հետո պատրաստեմ լիստերը։ Լիստերը ամենա երևի երկար աշխատատար գործը լիստերի պատրաստելն է։ Տեսնեմ, եթե լավ ստացվեց, մեկ անգամ առանձին տեսանյութով կնկարեմ կամ կգրեմ չափաբաժինները անպայման նկարագրության բաժնում կթողնեմ ես։ Հիմա լավ ստացվելու։ Գրեթե արդեն տեսեք ընդացել եմ, բավականին խտացել եմ։ Հիմա կանջատեմ, այսպես կթողնեմ, որպեսզի սառի։ Որ սառեց ավելի է բնդանալու։ Հիմա արագ ժողովուրդ պատրաստում եմ խմորը։ Եթե մանրամասը չնկարեմ, շատ ներողություն, որովհետև ասացի չէ, շատ քիչ ժամանակ ունեմ, բայց ուզում եմ անպայման այսօր զարգացնեմ, որովհետև երեկոյան հյուրեր ենք ունենալու։ Հիմա ամանի մեջ կոտրում եմ 3 ձուն։ Ձվի վրա ավելացնում եմ 2 ճաշի գթալ շաքարավազ, ավելացնում եմ նաև 1 թեյի գթալ աղ, ու այս բոլորը մի փոքր հարում եմ ձեռքի հարիչով ընդամենը, որից հետո ավելացնելու եմ կաթը, 5 լիտր կաթ եմ մեզ հարկավոր լինելու, սենյակային թերմոստիճանի կաթ եմ օգտագործելու։ Մի փոքր հարելուց հետո քիչ ավելացնում եմ կաթը և նորից հարում եմ։ Այստեղ քիչ ավելացնում եմ ու հարում եմ։ Այստեղ ավելացնում եմ 3 ճաշի գթալ բուսայուղ, սա էլ ավելացրեցինք, մնաց արդեն ավելացնենք, սա մի փոքր խառնում եմ, ու մնաց արդեն ավելացնենք ալյուրը, իհարկե մաղի միջոցով, ալյուրը կակao եմ մի փոքր ավելացնելով, որպեսզի սննդային ներկը ավելի վառ լինի և որոշել եմ այսօր ես կարմիր գույնով պատրաստել, գույնով ցանկանում եք կարող եք պատրաստել, բայց ինձ դուր է գալիս կարմիրը, ըստ ցանկությանը իհարկե գույնի ընտրությունը, ինձ կարմիրը ավելի դուր է գալիս։ Հիմա ալյուրը մաղի միջոցով պետք է այստեղ ավելացնեմ։ Այստեղ ալյուրի վրա ավելացնում եմ 2 ճաշի գթալ կակao և մաղի միջոցով ավելացնելու եմ խմորի մեջ։ Ու վերջ, խմորը արդեն պատրաստ է։ Եվ չմոռանանք ամենակարևոր բաղադրիչը դա ներկն է, սննդային ներկը որևիցե։ Ոյ, սեջ փնթի գործարեցի, տեսակ թափեցի։ Հիմա մաղի միջոցով ավելացնեմ, որից հետո էլ ավելացնեմ ներկը և վերջ խմորը պատրաստեմ։ Կարող եք էլեկտրական բլենդերով խառնել, բայց ես համենայն դեպս ձեռքով եմ խառնել, համենայն դեպս քամիչի միջոցով կանցկացնեմ մի հատ։ Այստեղ քիչ ավելացնում խառնում եմ, որպեսզի հեշտ խառնվի ավելի գնդեր չլինեն, տանանք հարթ զանգված։
Ահա, այստեղ ես ամեն դեպքում էլեկտրական բլենդերով մի փոքր անցկացրեցի, որպեսզի ավելի վստահ լինեմ, չնայած կարող եմ, բայց քամելու կարիք չկա, ժողովուրդ, տեսեք, բլենդերով անցկացրեցի, որպեսզի չքամեմ էլ, բայց չքամ, չեմ, լավ, հարթ, զանգված է ստացվել, տեսեք, առանց կոշտ ինչ-որ գնդերի առանց։ Ահա, հիմա հնաց ավելացնեմ ներկա նյութը, ըստ ցանկության, ինչքան որ կցանկանաք, որպեսզի ստացվի գեղեցիկ կարմիր գույն։ Հիմա սա խառնեմ այսքանը, տեսնեմ ինչ է ստացվում, ըստ դրա կտեսնեմ մի փոքր էլ երևի կավելացնեմ, իհարկե։ Գույնը արդեն ոնց որ դառնում է գեղեցիկ գույն, կարմիր։ Ներկի չափը ըստ ցանկության, ինչպիսի գույն դուք որ ցանկանում եք, ես մի փոքր եք ավելացնեմ։ Չգիտեմ, ճիշտ եմ անում թե չէ, ավելացնելով, բայց ուզում եմ, որպեսզի սիրուն գույն լինի, ես էլի ունում, ուղղակի ասեցի սա վերջանա, նոր մյուսը բացեմ։ Հիմա խառնեմ, եթե իմ ուզած գույնը չլինի, ամանաբար լավ գույնը արդեն, սոնց որ սիրուն արդեն։ Չգիտեմ, միտեղ տեսել եմ, որ կակաո չեն գցում, միտեղ տեսել եմ, որ կակաո են գցում, ես է որոշեցի, որ իսովմա կակաոն ավելի ճիշտ է, քանի որ կարմիր բարխատ խմորեղենը, որ պատրաստում ենք, կակաո ենք ավելացնում, որպեսզի երևի գույնը ավելի վառ լինի, կարմիրությունը։ Դրա համար որոշեցի, որ ես էլ ավելացնեմ։ Ահա, հիմա մնաց լիստերը պատրաստել եմ։ Մինչև պատրաստվի, գրանելք միաժամանակ երևի կպատրաստեմ, որպեսզի հասցնեմ, քանի որ ինձ մնաց 1 ժամ, որ տանից պետք է դուրս գամ։ Հիմա սկսում ենք արդեն լիստերը պատրաստելը, ինձ մոտ 22 սանտիմետր տապակի տրամագիծը։ Բլինչիկի նման։ Ժողովուրդ գույնը չգիտեմ ոնց է, մուքա, բացա, չգիտեմ, բայց կարար ավելի գեղեցիկ գույն լիներ։ Մի անգամ է կպատրաստեմ առանց կակաոյի, անկեղծ, որովհետև, չգիտեմ, առանց կակաոյի չեմ պատրաստել, գեղեցիկ է ստացվում, թե չէ։ Չեմ ուզում շատ մնա, որ միջին կրակով եմ իհարկե արել, միջին կրակի վրա, որպեսզի չվառվի, գույնը գեղեցիկ լինի։ Այս հակառակ երեսի վրա ընդամենը 3-4 վայրկյան, որպեսզի գույնը գեղեցիկ ստացվի, չփոխվի։ Այսպեսի լիստերն են ստացվում շարդեր։ Հիմա ես արագ-արագ մնացածներն էլ պատրաստեմ, նորից կհանդիպենք սիրելիներս։ Տեսեք, սա էլ երկրորդը։ Մի փոքր գույնը մուք է, ես ավելի բաց գույն էի ցանկանում, բայց կարող է եւ սրան ավել, այս գույնը վրա գեղեցիկ լինելու։ Մի խոսքով շարունակեմ, կրեմի ժամանակ նորից կհանդիպենք։ Ժողովուրդ ջան, քանի որ իմ ժամանակը ասացի, որ շատ սուղ է, այստեղ իմ օգնականը ինձ օգնում է, եկավ շերտերը ինքն է անում, շարունակում է, ոնց որ ստացվում է, կակոյդ ինչ արեցիր։ Չգիտեմ ինչ
չկարեմ ստացվելու, բայց ուրիշ շարժ չունեմ, որտեղ ժամանակը շատ քիչ է, այս ընթացքում ես կպատրաստեմ կրեմը։ Կրեմը պատրաստելու համար հիմա ցույց տամ։ Սովորական տիրամիսուն, որ պատրաստել եմ մասկարպոնեով կրեմ եմ պատրաստելու, կարող եք սերուցքային պաներով էլ նույն կրեմը պատրաստել։ Սերուցքը, մասկարպոնե պանիրն է, վանիլին եւ շաքարի փոշի։ Ես չափաբաժինները անպայման կթողնեմ նկարագրության բաժնում։ Հիմա ես էլ արագ կրեմը պատրաստեմ, որ տորթը հավաքենք։ Ահա, սովորական կրեմա, շատ համով կրեմա ստացվում, թեթև համով, կարող եք ասեցի մասկարպոնեի փոխարեն սերուցքային պանիր օգտագործել, բայց ինձ դուր է գալիս ավելի մասկարպոնեով կրեմները։ Հիմա այս բոլորը խառնելու եմ իրար, եւ շաքարի փոշին, գտաս մի հատ շաքարի փոշին հետը թող մնացել եմ այդտեղ։ Ահա, եւ շաքարի փոշին։ Հիմա այս բոլորը խառնեմ իրար, լավ հարեմ ու կրեմը վերջ պատրաստեմ։ Ահա, այստեղ արդեն պատրաստել եմ կրեմը, պատրաստ է, լիստերը պատրաստ է, ելակով մուսը պատրաստ է, հիմա պետք է հավաքենք։ Եթե ուղղակի ես էլ եմ ասում, շտապում եմ, արագ եմ անում, եթե խոհանոցային պարկի միջոցով անենք, ավելի, ինձ թվում է, ավելի գեղեցիկ կլինի։ Մի փոքր այստեղ այսպես կրեմ եմ գցում, այստեղ մի քիչ շոտեղով կարող ենք այսպես տարածը, սա հիմքն է լինելու մեր վարդի։ Չգիտեմ, երևի առաջինը մի փոքր շոտ գցեցի։ Հիմա վրան ավելացնում եմ մուսը։ Սա պարտադիր չի, կարող եք մանր ելակ կտրատել։ Սա ավելի ինձ թվում է համեղադարձնելու մեր տորթը։ Սա էլ այսպես տարածում եմ։ Տեսնենք ինչա լինելու։ Համով է լինելու, թե ոչ։ Տարածելուց հետո ու այսպես վրա ենք բերում։ Վրա ենք բերում ու մի փոքր էլ բարակ շարտովել, այստեղ եմ գցում կրեմից եւ կարող եմ երևի կրեմից կգցեմ միայն։ Այսպես փաթաթում ենք։ Ու արդեն մեր սա լինելու է վարդի մեր բազան։ Պատրաստ է առաջինը, սա էլ կա, որ ասում ես ճիշտ ժամանակին գնել ենք։ Հիմա մնացած շերտերը հավաքելու ենք այս շերտի շուրջ։ Շարունակում ենք։ Ոնց որ ստացվում է։ Մնացածը արդեն մեկ այսպես գցում ենք։ Մի փոքր երևի կարամ քիչ վերցրել։ Մի փոքր այս վերևի մասը, վերևի հատվածը բաց ենք թողնում։ Գցում ենք, որից հետո մի փոքր ավելացնում եմ ժելեն։ Այսպես է կտարածեմ։ Այսպես փակում եմ։ Փակելուց հետո մի փոքր էլ այստեղ եմ կրեմ գցում։ Շոտ չլինի, որ կրեմը շոտ դուրս չգա։ Այսպես անում եմ ու հավաքում ենք տորթի վրա։
Այսպես հավաքում ենք։ Նույն ձևով շարունակում ենք մնացածները։ Ես արագ պատրաստեմ ժողովուրդ ջան, վերջում ցույց կտամ արդյունքը։ Այսպեսի վարդ ստացա, ուղղակի այս ծայրերը չգիտեմ, երևի կրեմը մի փոքր կա, որ շատ եմ քսել, տեսեք մի փոքր առաջ է եկել։ Ամեն դեպքում ստացա այսպեսի վարդի տեսք, հիմա չգիտեմ գեղեցիկ է թե չէ, դուք դա կասեք։ Ուզում եմ տեղափոխելու եմ իհարկե սառնարան, մոտ 3-ից 4 ժամ մնամ, շատ լավ կլինի, գոնե մինիմումը 2 ժամ պետք է մնա, որպեսզի ավելի կայունանա։ Եթե շատ եք թողնելու 3-4 ժամից, անպայման ինչ-որ բանով կծածկեք, որ չչորանա։ Հիմա ուզում եմ այսպես անցկացնեմ, ես չունեմ հարմար, որպեսզի ֆիքսի, բայց սա ինձ թվում է ինչքան հնարավոր է կարող է այդ դերը խաղա, բայց չէ, էլի մեծ է, ավելի փոքր եմ, լավ, ինչ որ է, այսպես, կուղարկեմ սառնարան, որպեսզի մնա մինչև ես ասեցի չէ, տանից դուրս եմ գալու, մինչև գամ, մեր հյուրերի ժամանակն էլ արդեն, հյուրերն էլ արդեն գալու լինեն, սա արդեն պատրաստ կլինի, կտեսնենք ինչ է ստացվել։ Պատրաստում ենք առաջին անգամ, համտեսում ենք առաջին անգամ, չգիտեմ դուք պատրաստած կաք, համտեսած կաք, չգիտեմ, բայց ես չէ։ Ոչ պատրաստած, ոչ համտեսած։ Չգիտեմ, ուզում եմ բացված լինի, որպեսզի այդ սպիտակ չերևա, բայց խոսքով սա է։ Սիրելիներս, հիմա սա տեղափոխեմ սառնարան, 3-4 ժամից կհանդիպենք։ Սիրելիներս, ինձ մոտ անցել է 5 ժամ ու հիմա տեսնենք ինչպես է ստացվել տորթը։ Հիմա փորձենք կտրել, ինձ թվում է կտրելն էլ է դժվար լինելու։ Եվ փոքրել այստեղից։ Հիմա պետք է զգուշությամբ հանենք, տեսնենք ինչ է ստացվել։ Ահա, սիրելիներս։ Սառնարանը դնելուց հետո բավականին բնդացել է կրեմը, այսպիսի տեսքն ունենք։ Տեսքը գեղեցիկ է, վարդը ես ավելի վառ գույն էի պատկերացնում, ասած Գագոյ, ասում եմ բորդոյի վարդ է ստացվել։ Իմ մոտ էլ էս գույնի վարդ է ստացվել, երևի մի փոքր շատ եմ լցրել ներկը կամ կակաոն որ լցրել եմ մքացել է այսպես գույնը վարդի։ Բայց տեսքը ասեք, որ գեղեցիկ է։ Կարելի է այստեղ մի փոքր շաքարի փոշի ցողել, թվում է ավելի գեղեցիկ կլինի սպիտակը։ Այսպիսին է տեսքը սիրելիներս։ Սիրելիներս, այսօր էլ այսպիսի տորտ պատրաստեցին, գեղեցիկ վարդ տորտ։ Չգիտեմ ձեզ դուր եկավ թե չէ, բայց իմ առաջին փորձերն էին այս տորտը պատրաստելու ու բավականին ինձ թվում է ստացված էր իմ կարծիքով։ Կարելի էր ասացի չէ, սպիտակ մի փոքր շաքարի փոշի ցողել վրան եւ այդ սպիտակը ավելի կգեղեցկացնել։ Երևի այսքանով վերջացնեմ այսօրվա վլոգը ու մեկ անգամ եւս շնորհակալ եմ բոլորիցս սիրելիներս ձեր բաժանորդագրվելու, ձեր լայքերի, ձեր գեղեցիկ խոսքերի համար։ Անչափ շնորհակալ եմ բոլորիցս, սիրում հարգում ենք բոլորիդ սիրելիներս։ Լավ մնացեք, եղեք առողջ, խաղաղ եւ բարի։ Սիրում ենք ձեզ, հարգում ենք ձեզ ու ասում ենք ձեզ առայժմ